Տիկին Ստեփանյան, դուք այս պահին համահայկական ճակատ շարժման անդամները եւ համահայկական ճակատ կուսակցության անդամները կառավարության շենքի դիմաց իրականացնում են բողոքի ակցիա։ Կասեք, ինչն է ձեր բողոքը այսօր։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ կառավարությունը ինքն է եւ այսօր մարդու իրավունքի միջազգային պաշտպանության օրն է եւ մեր պետությունը այդ կոնվենցիան ստորագրել է, մենք հիմա այստեղ ենք ասելու, որ բավական է ամեն օր ոտնահարեք Հայաստանում Հայաստանի քաղաքացու իրավունքը, բավական է կազմակերպեք ապօրինի ձերբակալություններ, բավական է ապօրինի քրեական գործեր հարուցեք, այստեղ են նաև մեզ այդ արցախցիներ, որոնք եկել են նաև իրենց վերադարձի իրավունքը վերականգնելու, բռնագաղթված արցախցիներ են այստեղ, այսօր նաև Արցախի սահմանադրության օրն է, արցախցիները պետք է այսօր լինեին Արցախում, կարողանային իրենց սահմանադրության օրը նշել իրենց երկրում, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում ստորագրեց Արցախի հանձնումը, մենք եկել ենք պահանջելու նաև, որ վերականգնեն արցախցիների իրավունքները, եկել ենք պահանջելու, որ Նիկոլ Փաշինյանը, որի գործողությունների արդյունքում Բաքվի բանտերում ունենք հայրենակիցներ, ովքեր ամեն օր ենթարկվում են Ալիևի իշխանության բռնաճնշումներին, հետ բերել այդ մարդկանց մեր երկիր, մեր հայրենակիցներին օր առաջ Բաքվի բանտերից հետ բերեն, լուծեն անհետ կորածների հարցը, ամեն օր անհետ կորածների ընտանիքները խոշտանգվում են այս իշխանության անգործության հետևանքով, այդ ընտանիքները խոշտանգումը այսօր համարվում է աշխարհում ամենամեծ իրավունքի խախտումը, հարյուրավոր ընտանիքներ այսօր խոշտանգվում են, անհետ կորածների հարցը այսօր ամենամեծ իրավունքի խախտումն է, թե այդ ընտանիքների, թե այդ ընտանիքների անդամների նկատմամբ, եկել ենք այստեղ ասելու, քանի որ կառավարությունը հենց Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ինքն է, եկել ենք ասենք, բավական է բռնաբարեք մեր իրավունքը, բավական է բռնաբարեք Հայաստանի քաղաքացու եւ արցախցիների իրավունքները։